Վայրեջքը բարեհաջող էր։ Գիտապտույտը թափ է հավաքում ու շարունակվում նոր ու հետաքրքիր արկածներով։ Հայկական առաջին կրթաճանաչողական գիտքոմի երկրորդ եթերաշրջանում նոր զարգացումներ են սպասվում։ Այս անգամ եւս Գիտոնոիդի հեռուստադիտողը ֆիլմի հերոսների հետ գիտաֆանտաստիկ ճանապարհորդությունների ականատեսը կլինի, կբացահայտի ինչպես է աշխատում ժամանակը, ինչպես է ստացվում կրակը, ինչ է հայելին կամ ինչպես ստեղծվեց ինքնաթիռը։ Գլխավոր հերոսներից Արտեմի կերպարը մարմնավորող դերասանը ասում է, նոր եթերաշրջանը հետաքրքիր անիմացիոն հատվածներից ուսուցողական փաստերից զատ սովորեցնելու է նաև ընկերասիրություն։ Գլխավոր կերպարներից մեկը դա L17-ն է, որը եկել է ուրիշ մոլորակից մեր մոլորակ, ինչպես առաջին եթերաշրջանից հասկացանք, նա իր աստղաթիռով հետ գնաց, եւ երկրորդում սպասվում են անակնկալներ եւ նա հետ է գալիս եւ մենք նրա հետ նորից վերսկսում ենք մեր գիտապտույտները։ Երեխաների սիրելի L17-ը վերադառնալով երկիր մոլորակ գաղտնի հանդիպում է միայն Արտեմին ու խնդրում նրան, որ իրեն թաքցնի ապահով մի վայրում։ Արտեմի եւ L17-ի խոսակցությունը լսում եւ ձայնագրում է Գիսանեի համադասարանցի Արնոն, որը սպառնում է տարածել տեսանյութը, եթե L17-ը չկատարի իր ցանկությունները։ Արնոյի կերպարն էլ մարմնավորում է թիմի նորեկ դերասան Ալեքսանդր Արզումանյանը։ Մի հատ երկուսուդ էլ հանգստացեք։ Հենց հայտնվում է L17-ը, նա իր առջև դնում է պայման, որ նա պիտի ընդունի իր կերպարանքը եւ իր փոխարեն անի այն, ինչը որ չի ցանկանում նա անել, օրինակ գնալ դասի, ինչ որ դասընկերների հետ հասարակական աշխատանքներ կատարել։ Եթե առաջին եթերաշրջանում Լիլիթի ու Մհերի հերոսներն իրենց այլմոլորակային ընկերոջը ստիպված էին թաքցնել ծնողներից, այս եթերաշրջանում կլինեն նոր գաղտնիքներ ու ինտրիգներ։ Երեխեք, իմ համար շատ կարևոր է, որ մենք լինենք լավագույնը։ Ես որպես դասարանի ավագ խոսք եմ տալիս, որ մենք ամեն բան կանենք դրա համար։ Ապրես։ Խնդրում եմ իհարկե բոլորի անունից։ Չէ, Արնո։ Ես ունեմ շատ մոտ ընկերուհի Ռիտային, մեր դասարանից, հիմնականում իր հետ եմ, նաև Արնոն, ով իմ դասարանից է, բայց Մհերի ընկերն է, իրենք իրար հետ գաղտնիք ունեն, որի մասին Գիսանեին չեն պատմում։ Արնոն սիրահարված է Գիսանեին ու սենց հետաքրքիր հարաբերություններ, նոր զարգացումներ։ Գաղտնիքը բացահայտելու համար ինձ թվում է ավելի շատ Արտեմն է ճանապարհ անցնելու, որպեսզի Նարեկը հանկարծ չիմանա, իսկ Նարեկը հետաքրքրված է շատ լինելու, որովհետև հետո կարող է նկատի գուցեև ինչ-որ ինչ-որ բան չի, Արտեմը չկա, ինչ-որ նորից էլի մասին խոսակցություններ։ Նոր եթերաշրջանում կլինեն նաև ուսուցչուհիներ, որոնց մարմնավորում են Սաթենիկ Հազարյանն ու Տաթև Պետրոսյանը։ Իդեպ, ընկեր Ադամյանն արդեն դպրոցի տնօրեն է դարձել։ Երեխաների հետ եմ աշխատում, արդեն դարձած ընկերներ, իրենց հետ շատ հետաքրքիր է աշխատել, իրենք իհարկե ասում են, որ ծատ մենք հետնից շատ բան ունենք սովորելու, բայց արի ու տես, որ ես էլ իրենցից ունեմ բան սովորելու, որովհետև իրանք շատ անմիջական են, հետաքրքիր են, այսօրվա շնչով են։ Գիտոնոիդը կարող եք դիտել այսօր Armenia TV-ի եթերում ժամը 20:50-ին։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։